Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, Ցայք հեռուստաընկերության եթերում Եղեցի լույս հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր հաղորդումը տեխնիկական պատճառներով ուղիղ եթերում չէ, ուստի չի գործի հեռախոսակապ։ Խնդրում ենք ձեր հարցերը, որոնք նախապատրաստել եք այսօրվա հաղորդման համար, առաջարկեք մեր հաջորդ հաղորդման ընթացքում։ Հաղորդման ինչպես միշտ մասնակցում է Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապայանը, Աստված օգնական Սրբազան հայր։ Սրբազան հայր, մինչ այսօրվա թեմային անդրադառնալը խնդրում եմ ասացեք նախորդ երկու շաբաթներում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Գիտեմ, որ պատրաստվում եք մեկնել Տաշիր, Արցախ, ինչ տեղի ունեցավ։ Այո, այդ մասին արդեն հայտնել էինք, որ ուխտագնացության ենք տանելու մեր երիտասարդներին, մի մասին դեպի Տաշիրի կողմը, մի մասին Ղարաբաղ, Կանզասարի վանք։ Այդ ընթացքում ավելացավ նաև մեր ուսանողներին եւ աշխատակիցներին տարանք նաև Խաղարցին, Գոշավանք, Իջևանի կողմերը։ Այնպես որ 3 ուխտագնացություն եղան այս ընթացքում։ Տաշիր, Խաղարցին, Գոշավանք եւ Կանզասարի վանք, որոշ 3-ն էլ անցան շատ լավ։ Ինձ մխիթարություն է պատճառում այն, որ իրենք գոհեն։ Ուխտագնացները գոհեն, դրանով էլ մխիթարված եմ, այլապես ինքս թերություններ նկատում եմ եւ կազմակերպվածության իմաստով եւ մնացած հարցերի լուծման իմաստով, բայց կարևորն այն է, որ երիտասարդները գոհ են, երջանիկ են։ Բավական հոգնեցուցիչ էր Կանզասար գնալ եւ գալը եւ այդ հոգնեցուցիչ ճանապարհը, որ տևեց գրեթե 3 օր ավտոբուսով, երիտասարդները շատ ոգևորությամբ անցկացրին եւ այսօր էլ տեսա իրենց եւ շատ ոգևորված էին եւ շատ տպավորված էին Ղարաբաղ եւ Կանզասարի վանք այցելությամբ, նույնը վերաբերում է Տաշիրին, նույնը վերաբերում է Խաղարցին, Գոշավանքին եւ այսպիսով այս ուխտագնացությունների շաբաթներ եղան եւ դրանք շատ լավ անցան։ Բացի դրանից անցած շաբաթվա մեջ երևի անցած շաբաթների մեջ կարևոր իրադարձություն եղավ, որ կաթոլիկ եպիսկոպոսների մի մեծ պատվիրակություն այցելեց Գյումրի, Բալթիմորի arczepiskopos կարդինալ Քիլերի գլխավորությամբ, որի հետ ես առիթ էի ունեցել 2 տարի առաջ ծանոթանալու եւ մտերմանալու Հռոմում, այնպես որ վաղեմի բարեկամների նման մեր հանդիպումը եւ այդ կաթոլիկ եպիսկոպոսների մեծ պատվիրակություն ընդունեցինք մեր եկեղեցում, մեր առաջնորդարանում, նաեւ Սուրբ Հակոբ տարանք եւ իրենք շատ լավ տպավորված հեռացան եւ 3 հենց շնորհակալական մի նամակ ստացա կարդինալից, որով շնորհակալություն է հայտնում այն հյուրընկալության համար, որ մենք իրեն ընձեռեցինք եւ իրեն ուղեկցող պատվիրակությանը ընձեռեցին։ Այսպիսով այս անցած շաբաթները այս իրադարձություններով հագեցած եղան։ Սրբազան հայր, իսկ կաթոլիկների այցի նպատակը որն է։ Կաթոլիկ պատվիրակությունը մայրաթորի հյուրն էր։ Նրանք եկել էին մայրաթոր 1700-ամյակի Մայր Տաճարի 1700-ամյակի շրջանակներում եւ դա կազմակերպվել էր Ամնի արևելյան թեմի առաջնորդարանը, հայոց թեմի առաջնորդարանը, այդ պատճառով էլ Խաչակ Սրբազան առաջնորդ ուղեկցում էր նաեւ այդ պատվիրակությանը եւ իրենք բնականաբար եկան ծանոթացան մայրաթորին, Հայաստանին, հայ եկեղեցուն, անշուշտ կաթոլիկներ, կաթոլիկ եպիսկոպոսներ լինելով չէին կարող չայցելել Շիրակի թեմ, որտեղ կաթոլիկ փոքրամասնություն կա եւ բնականաբար այցելեցին նախ մեզ, հետո կաթոլիկի առաջնորդարան, ցավոք մեր կաթոլիկի առաջնորդ եղբայրը այդ օրերին հիվանդ էր եւ չկարողացավ իրենց ընդունել եւ այդ առումով իրեն էլ առողջություն մաղթեցինք, այցելեցինք հիվանդանոց։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր առաջարկում եմ զրուցել մի թեմայի շուրջ, որին թեև մենք նախորդ մեր հաղորդումների ընթացքում անդրադարձել ենք, բայց այս հարցը ժամանակ առ ժամանակ շատերիս է մտահոգության առիթ դառնում։ Խոսքը մահվան մասին է։ Մահից հետո հոգու տեղը, դիշկը եւ այս թեման նախ ուզում եմ սկսել այսպիսի հարցով. մանկական տարիքում հասած մահը ինչպես կարելի է բնութագրել, ինչի պատճառով է դա։
Մահը ընդհանրապես մեղքի արդյունք է։ Անցած հաղորդման մեջ կարծեմ մեկն էլ հարց տվեց, թե մեղքի թոշակը մահն է, այդ աստվածաշնչական արտահայտության հիման վրա։ Մահը մեղքի արդյունք է։ Այսինքն մարդը մահկանացու դարձավ մեղքի պատճառով, ադամական մեղքի պատճառով, եւ այդ իսկ պատճառով էլ խաթարված է այն հավասարակշռությունը, որով մարդը ուներ անմահություն։ Եվ դրա համար մարդիկ մահանում են, բայց քրիստոնյայի մահը վերջագետ չէ, ինչպես միշտ ասում ենք, որովհետև ավետարանը մեզ այդ է ասում, որ մահը պարզապես անցում է, որից պետք է անցնենք կամ հավիտենական դատաստանի, կամ հավիտենական կյանքի։ Մանկան մահը, այո, դժվար, ընկալելի իրականություն է մեզ համար, իրողություն է մեզ համար, դժվար բացատրելի, բայց եւ այնպես մնում է մեկ իրականություն, որ դա եւս մնում է եւ կա որպես մեղքի պատճառ։ Անշուշտ ոչ թե մանկան գործած մեղքի, այլ մեր պապերի, մեր հայրերի, մեր իր ծնողների գործած մեղքի պատճառ։ Անշուշտ դժբախտ պատահարներին չի վերաբերում հարցը, բայց դժբախտ պատահարները նույնպես մեղքի արդյունք են, որովհետեւ դժբախտ պատահարները նույնպես տեղի են ունենում մարդկային սխալի մեղքի հետևանքով։ Այնպես որ այո, մանկան մահը, մանուկների մահը, ոչ միայն մանուկների, երիտասարդների, նույնիսկ ծերերի մահն էլ դա այդքան մխիթարական մի երևույթ չէ, ընդհանրապես մահը մարդկային կյանքում դեռ շարունակում է, այսպես ասած, իշխող տեղ ունենալ այն ժամանակ, երբ որ մարդու մոտ քրիստոնեական նկարագիրը, քրիստոնեական հավատքը զորավոր չէ։ Բոլորս էլ պիտի մահանանք, մարդը կարող է 80-100 տարի ապրել, բայց երանի թե չապրեր այդքան եւ այդքան չարիք եւ դժբախտություն չպատճառեր իր նմաններին։ Մարդ էլ կա, որ ապրում է 15-20 տարի, բայց իր շուրջը այդ 15-20 տարվա ընթացքում այնպիսի լույս է սփռում, որ մի 100 տարի այդ լույսով մարդիկ կարողանում են ապրել։ Այնպես որ այդ իմաստով նաեւ թանկարժեք անոթները շուտ են կոտորվում եւ անարժեք անոթները երկար են դիմանում, այս երևույթն էլ կա, բայց ամեն դեպքում պետք է իմանալ եւ պետք է հասկանալ, որ մահը իշխանություն չունի քրիստոնյայի վրա եւ մանուկների վրա նույնպես իշխանություն չունի, եթե այդ մանուկը մկրտության կնիկը եւ դրոշմը ստացած է։ Դրա համար եկեղեցին թելադրում է, որբեսի մանուկը ստանա մկրտության դրոշմը, որբեսի կարողանա դրանով վկայել իր քրիստոնեական պատկանելիությունը եւ դրանով հավիտենական կյանքի արժանանալ եւ դրանով իսկ մահը իր վրա իշխանություն չունենա։ Սրբազան հայր, երբ հոգին զատվում է մարմնից, քանի օր է մնում երկրի վրա։ Դրանք բոլորը ենթադրություններ են եւ դրա բոլորը քրիստոնեական դավանանքի, այսինքն հիմնական մաս չեն կազմում եւ փրկության հետ կապված խնդիրներ չեն։ Այսինքն այն իմաստով, որ մարդը դա հավատա ընդունի կամ չընդունի, այդպես դավանի, դա փրկության հետ կապված խնդիրներ չեն։ Ընդհանրապես հին հնուց եկած ավանդությունն է, որ 7 օր ուրեմն շրջում է, հետո բարձրանում է եւ 40-րդ օրը հասնում է այնտեղ, որ պետք է հասներ։ Սրանք բոլորը սիմվոլիկ խորհրդանշական մոտեցումներ են, որոնք վերջի վերջո հիմնական էական որևէ բան չեն փոխում մարդու կյանքում, ոչ ննջեցյալի, ոչ էլ ննջեցյալի հարազատի կյանքում։ Կարևոր այն է, որ հոգին անմահ է, սրա հավատացող ունենք, քրիստոնեությունը խորին համոզում ունի եւ վկայություն ունի եւ դա փաստերով ապացուցված է պատմության ընթացքում բազմաթիվ դեպքերով եւ իրադարձություններով եւ նաեւ Քրիստոսի հարությամբ, որ հոգին անմահ է։ Հետևաբար հոգին անցնում է մեկ այլ ոլորտ, ֆիզիկական ոլորտից անցնում է հոգեղեն ոլորտ, ինչպես կան տարբեր ոլորտներ ընդհանրապես տիեզերքում, այնպես էլ կա ֆիզիկական, նյութական ոլորտ եւ կա ոգեղեն ոլորտ։ Ուրեմն ոգին, որ հոգին պարփակված էր այս նյութական պատյանի մեջ, անցնում է արդեն նյութեղենի սահմանը եւ անցնում է հոգեղեն ոլորտ։ Բայց այդ հոգեղեն ոլորտն էլ պետք է հասկանալ այն իմաստով, որ կա վերջի վերջո արդարների հոգուկայան եւ կա մեղավորների հոգուկայան։ Սրբազան հայր, կա երևույթ, երբ մահացածի հոգին մահացած մարդը իր հարազատների երազին է, չէ՞, հայտնվում եւ հորդորում կամ խրատ է տալիս։ Այս երևույթը ինչպես կարելի է բացատրել եւ արդյոք մեզ տեսնում են մահացածների հոգիները։
որ հորդորեն կամ խրատեն կամ նախազգուշացնեն ինչ-որ։ Դա հոգին չէ, բնականաբար, երազը ուրիշ ոլորտի պատկանող խնդիր է, բայց անշուշտ մարդիկ փոխկապակցված են, չի կարելի մտածել եւ նկատի ունենալ, որ անմահ հոգիները, որոնք կան եւ գոյություն ունեն, որևէ կերպ ազդեցություն չունեն նյութեղեն ոլորտի վրա, հաճախ ունենում են նյութեղեն ոլորտի վրա ազդեցություններ եւ այդ ազդեցությունների արդյունքներ լինում են նաեւ երազների միջոցով, երբ որ պատկամ է փոխանցվում։ Այդ պատկամը անշուշտ երբեմն լինում է Աստծուց, երբեմն լինում է Սատանայից։ Նայած թե այդ հոգին ում է ծառայել կամ ում է ծառայում այդ ժամանակ։ Այնպես որ երբեմն այո, ոչ միայն երբեմն, այլև հաճախ պատկամները լինում են Աստծուց, թելադրանքները լինում են Աստծուց, որովհետև բարիք են արարում, բարուն են ուղղված, մարդուն ուղղելու, խրատելուն են միտված եւ ոչ թե սխալ ճանապարհի վրա դնելուն։ Այո, այդ բոլորը նյութեղեն եւ հոգեղեն ոլորտների երբեմն շփման արդահայտությունն է, շփման հետևանք է, երբ որ կարողանում է ոգին թափանցել նյութեղեն ոլորտ եւ իր պատկամը Աստծուց եկած իր պատկամը փոխանցել։ Սրբազան հայր, ձեր խոսքում ասացիք նայած ում է ծառայել կամ ծառայում, չէ՞։ Մահանալուց հետո հոգին, այսինքն մարմնից ազատվելուց հետո նույնպես կարող է ծառայել։ Հոգին գտնվում է իշխանության ներքո, կամ Աստուծո, կամ նրա հակառակորդի։ Մահանալուց հետո էլ, հա։ Անշուշտ մահանալուց հետո առավել եւս, մահանալուց հետո այլևս իր ինքը հնարավորություն չունի փոխելու իր կացուցածը, այն իմաստով, որ այլևս ապաշխարության հնարավորություն չունի մինչև վերջին դատաստան։ Եվ ապաշխարության հնարավորությունը տալիս է միայն եկեղեցին իր համար աղոթելով, որը պետք է հաշվի առնվի վերջին դատաստանի ժամանակ։ Այնպես որ եթե հոգին իր կյանք անցկացրել է մեղավոր, եթե մարդը իր կյանք անցկացրել է մեղավոր եւ հեռացել է այս կյանքից, բնականաբար իր հոգին արդեն ծախել է Սատանային եւ գտնվում է չարի իշխանության ներքո։ Իսկ այն մարդը, որ արդար է ապրել իր կյանքը եւ իր հոգին չի արադավորել արադավոր երևույթներով, նա մահից հետո իր հոգին հանձնում է Աստծո ձեռքը եւ Աստված է տնօրինում այդ հոգին եւ Աստուծո իշխանության ներքո է գտնվում այդ հոգին։ Այնպես որ այո, մարդը իր կյանքով վաստակում է այն, ինչ որ լինելու է հետագայում, այսինքն իր հոգին ծախում է կամ Սատանային, կամ հանձնում է Աստծուն։ Սրբազան հայր, այդ դեպքում ինչքանով կարող է օգուտ տալ հարազատների աղոթքը մահացածի հոգու փրկության համար։ Այս իմաստով երբեմն նաև ուրիշ հարանվանություններ ասում են, որ աղոթքը հնարավորություն չունի որևէ մեկին փրկելու, որովհետև մարդը ապաշխարության, մահից հետո ապաշխարության հնարավորություն չունի։ Դա ճիշտ է, բայց մասնագի ճշմարտություն է։ Այո, նա ապաշխարության հնարավորություն չունի, բայց եկեղեցին ունի նրա համար աղոթելու հնարավորություն, եւ եկեղեցին աղոթում է նրա մեղքերի թողության եւ քավության համար, եւ այն վստահությամբ եւ այն համոզմամբ եւ աստվածային այն խոստման համաձայն, որ այդ ամեն աղոթները պետք է հաշվի առնվեն վերջին դատաստանի ժամանակ։ Պատկերացրեք, որ վերջին դատաստանի ժամանակ մի մեղավոր հոգու համար պարզվի, որ 100 տարի, 1000 տարի մի ամբողջ բազմություն, մի ամբողջ եկեղեցի, մի ամբողջ արդարների բանակ աղոթք է արել այդ մարդու հոգու փրկության համար։ Բնականաբար Աստված չի կարող հաշվի չառնել մեր աղոթքները, եւ հետեւաբար մենք այս կյանքում կարող ենք օգնել այդ ննջեցյալների հոգիներին վերջին դատաստանի ժամանակ մաքրված ներկայանալու Աստուծո առջև եւ թողություն եւ ապաշխարություն, մեղքերի քավություն ստանալու։ Դրա համար է հոգի հանգիստը։ Դրա համար ենք ասում, որ եկեղեցին աղոթում է ննջեցյալների համար եւ դրա համար էլ հորդորում ենք մեր հավատացյալներին, որ գերեզմաններ այցելելիս իրենց ննջեցյալների հիշադակը հարգելիս ավելորդ եւ ոչ օգտակար ննջեցյալի համար ոչ օգտակար բաներով չզբաղվեն, այլ զբաղվեն զուտ հոգի հանգստյան արարողության, զուտ աղոթքով, քահանայի աղոթքով կամ իրենց սեփական աղոթքով զբաղվեն, որբեսի միակ բանը, որ կարող է օգտակար լինել այդ ննջեցյալին, աղոթքն է։ Սրբազան հայր, իսկ այն հոգիները, որ ասացիք, ծախվել են չարին, չար իշխանություններին, արդյոք մահից հետո չունեն զղջման զգացողություն։ Զղջման հնարավորություն չունեն։ Զղջման զգացողություն գուցե եւ կարող են ունենալ իտես այն իրավիճակի, ինչի մեջ որ կհայտնվեն, բայց զղջման հնարավորություն այլևս չունեն։ Այն իմաստով, որ իրենց
Աբաշխարելու հնարավորություն այլևս չի տրվելու, որովհետև իրենց աբաշխարության հնարավորությունը զղջալու եւ աբաշխարելու հնարավորությունը այս կյանքում է, որտեղ իրենք ներկայանում են որպես ամբողջություն, մարմին եւ հոգի։ Իսկ դրանից հետո իրենց այդ հնարավորությունը չի տրված, որովհետև ավետարանն է այդ մասին վկայում, որ անցում այս կողմից այն կողմ չի լինելու եւ հետեւաբար մարդը մյուս կյանքում իր համար, իր մեղքերի համար աբաշխարելու եւ թողություն ստանալու հնարավորություն չունի։ Անշուշտ կարող է զղջալ եւ զղջում է բնականաբար, բայց թողություն ստանալու հնարավորություն չունի։ Թողություն ստանում է միայն ողջ մարդկանց, կենթանի մարդկանց աղոթքներով։ Այսինքն հարցը հետևյալն էր, եթե հոգին զղջում է ու իր համար աղոթում են, աշտարանալու հնարավորություն ունի վերջին դատաստանի ժամանակ։ Վերջին դատաստանի ժամանակ, քան այն հոգին, որը չի զղջում, բայց իր համար աղոթում են։ Չէ, զղջալը չեմ կարող այդ մասին որևէ վկայություն տալ եւ ճիշտ էլ չի լինի վկայություն տալը, բնականաբար երբ խոսում ենք հոգիների այն կայանի մասին, բնականաբար պետք է միշտ իմտի ունենանք, որ տեսնելով այն ամենը, ինչի մեջ որ է մեղավորի հոգին, չի կարող չզղջալ, չի կարող չտեսնել այն արհավիրքը, որի մեջ է ինքը, հա, բայց ինքը իր համար չի կարող թողություն խնդրել, մենք է որ իր համար կարող ենք թողություն խնդրել։ Սրբազան հայր, այս կայանների մասին ավելի մանրամասն կասեք, ինչ կայաններ են, ինչ աստիճաններ ունեն այդ կայանները։ Մեր եկեղեցին այդ հարցում չի խորացել եւ ձեռնպահ եւ վերապահ է մնացել այդ հարցը քննարկելուց, ինչու, որովհետեւ դա մի բնագավառ է, որը քննարկել, քննել, մտնել, ուսումնասիրել որևէ փրկagorդության հետ որևէ առնչություն չունի։ Մարդը պետք է հավատա, որ ինքը եթե արտար է, պետք է արտարների մոտ լինի, եթե մեղավոր է, պետք է մեղավորների մոտ լինի։ Հետևաբար հայ եկեղեցու դավանանքի մեջ այդպես կայանների դասակարգում չկա եւ գոյություն չունի, այլ մենք հավատում ենք, որ այո հոգին գնում է այն աշխարհ, հոգեգան աշխարհ, մեղավորները մի կողմ, արտարները մի կողմ, սпасելու համար հավիտենական դատաստանի։ Անշուշտ կաթոլիկ եկեղեցին ունի խավարանի գաղափարը, որը հայ եկեղեցին չի ընդունել եւ մյուս օրթոդոքս եկեղեցիներն չեն ընդունել, որովհետեւ խավարանի գաղափարը տարբերվում է այն գաղափարից, ինչը մենք հոգեհանգստի հետ ենք կապում, որովհետեւ խավարանը այնտեղ է, որտեղ մեղավորի հոգին ինքը մաքրվում է, այսինքն անցնում է մաքրման մի շրջան, որը տրվում է իրեն այնտեղ Աստծուց, որովհետեւ այնտեղ իր մաքրության շրջանը անցնի եւ հետո խավարանից անցնի դեպի դրախտ։ Այդ խավարանի գաղափարը անշուշտ մեր եկեղեցին չի ընդունում որպես կայան, որպես գոյություն, որպես իրականություն չի ընդունում, բայց ընդունում է այն հնարավորությունը, որ այո, մարդը վերջին դատաստանին մեղավոր հոգին կարող է վերջին դատաստանին արտար համարվել իր համար եղած աղոթքների շնորհիվ։ Այնպես որ հայ եկեղեցու մոտ այդպես կայանների բաների դասակարգումներ չկա։ Սրբազան հայր, վերջին օծումը եւ հոգեհանգիստ երբ կատարում է քահանան, այս արարողությունների մեջ ինչ տարբերություն կա եւ ինչքանով են կարեւոր։ Վերջին օծումը դա կատարվում է կենտանի ողջ մարդու վրա, իսկ հոգեհանգիստը ննջեցյալի։ Այնպես որ սրանք տարբեր բաներ են։ Նախ վերջին օծումը, որ հայ եկեղեցում մի փոքր միացել է մկրտության դրոշմի խորհրդին, դա արվում է ոչ թե միայն նախապատրաստելու համար մարդուն մահվան, դրա համար կոչվում է վերջին օծում, որովհետև այդ իմաստով վերջինն է, որ նախապատրաստությունն է մահվան, ոչ միայն նախապատրաստություն մահվան, անշուշտ անհուսալի հիվանդների համար դա դառնում է նախապատրաստություն մահվան, թեև միշտ չի բացառվում Աստուծո միջամտությունը եւ բժշկությունը, բայց հիմնականում այդ վերջին օծման կարգը կոչվում է կարգ հիվանդած, այսինքն կատարվում է բժշկության նպատակով։ Այդ 7-րդ խորհուրդը, որ մեր եկեղեցում նաև 7-րդ խորհուրդն է, կատարվում է հիվանդի բժշկության նպատակով, այսինքն բժշկությունը նույնպես շնորհական մի ներգործություն է, շնորհական մի ներկայություն է եկեղեցում եւ եկեղեցին այդ խորհրդի միջոցով կարողանում է բժշկություն ապարգևել։ Այնպես որ սա վերջին օծումը կամ կարգ հիվանդացը կատարվում է կենթանի ողջ մարդու վրա, իսկ հոգեհանգիստը արդեն ննջեցյալի։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Ցայք հեռուստաընկերության եթերում Եղեցի լույս հաղորդաշարն է։ Այսօր չի գործում ուղիղ հեռախոսակապ, այն պատճառով, որ մենք ուղիղ եթերում չենք։ Խնդրեմ ձեր պատրաստած հարցերը առաջադրեք մեր հաջորդ հաղորդման ժամանակ։
Եվ շարունակելով այս թեման Սրբազան հայր, խնդրում եմ ասացեք, կլինիկական մահը ինչ երևույթ է։ Կլինիկական մահվան մասին պետք է ավելի բժիշկները խոսեն։ Չէ, հոգևոր տեսանկյունից սա ինչ երևույթ է, երբ հոգին եւ հոգևոր տեսանկյունից դա այն է, երբ որ հոգին անջատվում է եւ վերադառնում է։ Ուրիշ բան չկա, այսինքն հոգին անջատվեց մարմնից եւ հետո վերադարձավ մարմնին։ Այսինքն տեղի ունեցավ մահ ժամանակավոր։ Այսինքն այ կլինիկական մահ տարած մարդիկ շատ ժամանակ պատմում են ինչ-որ ընթացքների մասին, ինչ-որ ուղիների մասին։ Սա փաստորեն երևակայական պատմություններ չեն, այլ իրոք այն հենց կլինիկական մահ տեսած մարդկանց պատմությունները հենց փաստում են այն մասին, որ հոգի գոյություն ունի եւ որը հոգին անջատվում է մարմնից, տեսնում է իր մարմինը, շրջում է տարածության մեջ եւ նյութական որևէ մի արգելք չկա իր համար եւ հետո վերադառնում է։ Վերադառնում է ինչի համար է վերադառնում, որովհետեւ Աստված չի տնօրինել այդ մահը։ Եվ բնականաբար նա վերադառնում է շարունակելու համար իր կյանքը։ Երբեմն նաեւ որոշակի պատկամով, որովհետեւ երբեմն որոշակի նաեւ պատկամով Աստված հետ է ուղարկում հոգին շարունակելու համար իր կյանքի առաքելությունը։ Այո, կլինիկական մահ տեսած մարդկանց մոտ շատ հստակ երևում է, որ նրանք արդեն համոզված են, որ հոգի գոյություն ունի, որ մահից հետո կա աշխարհ, կա կյանք, կա իրականություն։ Շնորհակալություն Սրբազան հայր եւ հաղորդման ավարտին խոսենք հաջորդ երկու շաբաթներում տեղի ունեցող տոների իրադարձությունների մասին, ինչ տոներ կան։ Դե վաղը սեպտեմբերի 8-ն է։ Սեպտեմբերի 8-ը միշտ Աստվածամոր ծննդյան տոնն է։ Եվ սովորականի նման վաղը Սուրբ Պատարագը մատուցվի Աստվածամոր նվիրված եկեղեցիներում եւ Սուրբ Յոթվերքում նույնպես եւ հետո արդեն կմտնենք Խաչվերացի պահոց պահեցողության շրջանի մեջ եւ սեպտեմբերի 14-ին Սուրբ Խաչն է, Խաչվերացի տոնն է, Խաչի վերացման տոնն է, Խաչի հաղթանակի վերացում երբեմն այսօրվա իմաստով են հասկանում, վերացում նշանակում է բարձրացում։ Խաչի ուրեմն հաղթանակի տոնն է եւ Խաչի հաղթության տոնն է, այսինքն տոնական օր է, սուկ չէ։ Մեր ժողովրդի մեջ չգիտես երբանից, չգիտես որտեղից արմատացել է այն, որ Սփխեչ կոչված ժողովրդական անվանումով Սուրբ Խաչվերացի այս տոնը սքո տոն է, գերեզմաններ այցելելու օր է եւ չգիտեմ նման բաների համար նվիրված օր է եւ այդ օրը միայն պետք է գերեզման այցելել։ Դա սխալ է եւ մոլորություն։ Խաչվերացի տոնը Խաչի հաղթանակի տոնն է եւ այդ օր ուրախության տոն է։ Մեռելոց օրը հաջորդ օրն է երկուշաբթի օրը, որը բնականաբար այո շատ ավելի մեծ կերպով է նշվել հայ իրականության մեջ, քան մյուս տաղավարտների մեռելոցները։ Սուրբ Խաչի մեռելոցը շատ ավելի մեծ այսպես մասնակցությամբ է տոնվել, որովհետեւ տարին վերջանում է եւ մարդիկ իրենց տարվա մի տեսակ տուրքն են տալիս, իրենց վերջին տուրքն են տալիս ննջեցյալներին, իրենց հարազատներին։ Այո, այդ իմաստով, այո, Սուրբ Խաչի ննջեցելոց հիշադակի, մեռելոց հիշադակի օրը, հաջորդ օրը երկուշաբթի օրը, այո, ավելի տարողունակ է։ Բայց Կիրակի օրը պետք է թողնել զուտ տոնական տոնախմբությունների համար։ Այդ օրը պետք է տոնել, ուրախանալ Խաչի հաղթանակով, Խաչի ցնծությամբ։ Հետևաբար այդ օրը սուկի տոնտի չպետք է վերածել եւ մեռելապաշտության օրվա չպետք է վերածել։ Նաև այդ մեռելապաշտական այդ դրսևորումները մեր ժողովրդի մեջ պետք է կամաց-կամաց վերանան։ Մենք մեռելներ չենք պաշտում։ Մենք կենտանի Աստծուն պաշտող ժողովուրդ ենք, ոչ թե մեր ննջեցյալների հոգիներին չենք պաշտում մենք։ Մեր հարազատներին, մեռելների շիրիմները չէ որ պաշտում ենք, այլ պաշտում ենք կենտանի Աստծուն, որը Խաչի վրա հաղթանակ տարավ այդ մահվան նկատմամբ։ Հետևաբար սեպտեմբերի 14-ը Խաչվերացի տոնը հաղթական տոն է, ուրախության տոն է, ցնծության տոն է։ Եվ այդ օրը նաև Սուրբ Նշան եկեղեցու ուրեմն ուխտի օրը պետք է դառնա, որովհետև Սուրբ Նշանը հենց դա Սուրբ Խաչն է։ Եվ անշուշտ դեռ բացմանը մոտ 2 շաբաթ երևի դեռ կա Սուրբ Նշանի, բայց նաև սեպտեմբերի 14-ին Սուրբ Նշանում ուրեմն պատարագ կմատուցվի եւ ուխտի օրը կհռչակվի եւ իսկ երեկոյան ժամը 5-ին սեպտեմբերի 14-ի երեկոյան Խաչվերացի մեծ թափոր պիտի անենք, դարձյալ այս անգամ այս տարի կենտրոնական հրապարակում առաջ եկեղեցու շուրջն էինք ուրեմն դառնում այդ թափորով, բայց այս անգամ կենտրոնական հրապարակում կանենք եւ այդ օրը պետք է դառնա տոնական օր։ Այդ օրը մադաղ անել կարելի է։
շշուկներ են տարածում, չի կարելի մատաղանել, պսականել չի կարելի, այսպիսի բաներ չկան։ Տոնական օրը եւ այդ բոլոր տոնական տրամադրությունները պետք է լինեն։ Չկա հին նոր ննջեցյալի հասկացողություն նույնպես չկա։ Ուրիշ հարց մեկի 40-ն է այդ օրը կամ մեկի 7-ն է այդ օրը, դա ուրիշ խնդիր է, բայց հին եւ նոր ննջեցյալի խնդիր չկա։ Բոլոր ննջեցյալների հիշադակությունը լինում է հաջորդ օրը, երկուշաբթի օրը։ Սրբազան հայր, խաչվերածի տոնը ինչ պատմություն ունի։ Խաչվերածի տոնի մի քանի պատմություններ են կապված։ Նախ ամենաառաջնայինը, երբ որ Հակոբոս Տյառնեղբայր առաքյալը բարձրացրեց խաչը ի տես ամենքին։ Երկրորդ պատմությունը այն է, որ երբ որ Հեղինե կայսրուհին կդավ խաչը եւ բարձրացրեց։ Երրորդ պատմությունը այն է, երբ որ Կոստանդիանոս կայսրը այդ խաչի գյուտի տեղում եկեղեցին կառուցեց եւ խաչը փառավորապես բերեցին եւ տեղադրեցին ուրեմն այդ եկեղեցում Սուրբ Հարության տաճարում։ Իսկ չորրորդ պատմությունը, որի վրա է ավելի շատ կենտրոնացած վերջին շրջանում բոլորի ուշադրությունը, խաչի գերությունն է Պարսկաստան եւ հետո Հերակլ, բյուզանդական Հերակլ կայսեր կողմից հետ դարձը Երուսաղեմ 7-րդ դարում, երբ որ խաչը վերադարձավ Պարսկաստանից դեպի Երուսաղեմ Հայաստանի վրայով եւ հայ ժողովուրդը ընտարաջ գնաց խաչին, երկրպագեց խաչին եւ խաչից նաեւ մասունքներ վերցրեց։ Ուրեմն 4 գլխավոր պատմություններ կապված են խաչվերածի տոնի հետ, որոնք 4-ն էլ վերաբերում են խաչի հաղթանակին, խաչի բարձրացմանը, խաչի բանձացմանը։ Այնպես որ այս 4 պատմությունները իրար միահյուսված ներկայացնում են խաչվերածի տոնը։ Այս խաչի մասունքներից մենք Հայաստանում ունենք։ Անշուշտ մեր տաճարում բազմաթիվ մասունքներ կան խաչափայտից վերցված եւ ամենահիմնական ուխտատեղին նաեւ Եղեգնաձորի Սուրբ Խաչվանքն է, որտեղ դեռ Բյուրեղ իշխանուհին, Սունյաց Բյուրեղ իշխանուհին, որ անտառաջ գնաց խաչին եւ այնտեղից մասունք վերցրեց եւ այնտեղ Եղեգնաձորի Սուրբ Խաչվանքի տեղում ամփոփեց եւ այնտեղ եկեղեցի վանք կառուցվեց եւ մեծ ուխտատեղի է մինչեւ այսօր Սուրբ Խաչ եկեղեցին Եղեգնաձորի, այնպես որ Սուրբ Խաչի մասունքներ այո մեր եկեղեցում շատ կան։ Եվ Սրբազան հայր, ամփոփելով այսօրվա մեր զարգացրած թեման, խնդրում եմ ասացեք, մեռելապաշտություն ասվածը որն է։ Արդյոք սա այն է, երբ շատ սգում են հարազատները, մշտապես ողբում են։ Մեռելապաշտություն ասված անշուշտ չագերտների մեջ ենք օգտագործում, բայց այն է, երբ որ մեր ուշադրությունը կենտանի Աստծուց տեղափոխում ենք դեպի մեր սովորական մահկանացու հարազատները, ննջեցյալները։ Այսինքն մեռելապաշտության դրսևորումը, երբ որ սովորական կիրակի օրերին, մանավանդ Սփյուռքում շատ տարածված երևույթ է, սովորական կիրակի օրերին եկեղեցի չենք գալիս եւ գալիս ենք միայն այն օրերին, երբ որ հոգեհանգիստն է մեր հարազատի այս կամ այն բարեկամի։ Այդ մեռելապաշտության դրսևորում է ավելորդությունները գերեզմանոցներում։ Ճոխ, չգիտեմ, հուշարձաններ կանգնեցնելը, որոնք ավելորդապաշտություններ են, որևէ բանի պիտանի չեն, որևէ կերպ չեն օգնում այդ ննջեցյալին, որևէ կերպ ինչ է շահում ննջեցյալը այդ ճոխ գերեզմանակարերից, ոչ մի բան։ Դեռ այդ ճոխ գերեզմանակարի փոխարեն թող ճոխ աղոթքներ մատուցեն Աստված։ Եվ հետևաբար մեռելապաշտություն կոչված այն է, երբ որ մարդը կենտանի Աստծուն դիմելու փոխարեն այդ մեռելի ննջեցյալի համար դիմում է այդ ննջեցյալին եւ փորձում է ինքը իրեն ներկայացնել այդ ննջեցյալին ինչ-որ կերպ լավություն անելու միջոցով, որը բնավ հնարավոր չէ։ Ննջեցյալին մի բան կարելի անել, միայն աղոթել իր համար, ոչ մի բան։ Շնորհակալություն Սրբազան հայր, սիրելի հեռուստադիտողներ, մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին, շնորհակալություն ուշադրության համար։ Կհանդիպենք երկու շաբաթ անց, հուսով ենք ուղիղ եթերում եւ կունենանք հեռախոսակապ։ Մինչ նոր հանդիպում եթերում, Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված բարեխորհ։